Էլեկտրական ցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանից, որ ինչ անեն։ Վճարելու են Թուրքիային, դա իր նպատակն է, կործանի Հայաստանը։ Սյունիքն էլ է տալու, տավուշն էլ է տալու, սաղ տալու։ Ես չգիտեմ ինչի համար խլեցին, որ իրանց նպատակներին ծառայի երևի։ Եթե մարդը ճիշտ կառավարում է, այդ ինքը ստեղծել այն կառավարում ինչի համար են խլում։ Ինքը եթե իր հարգերը ժամանակին մտածում է, իր ժողովրդի մասին մտածում է, ինչի համար են խլում մարդուց։ Ես մենակ մի բան կասեմ, Եվրոպայում դեռևս 19-րդ դարում, երբ որ մոնոպոլիաներ ձևավորվեցին, ոչ մեկը չասեց, բերենք տանք, սպանենք, նա հարուստ է, ես իմիջա կյանքը լավացավ, ժողովրդի համար աշխատատեղեր ստեղծվեց, ժողովրդի կյանքը բարելավվեց։ Նույնն էլ օրինակ ասեմ Ծառուկյանի մասին, մարդը եթե կարողացել է իր խելքով, իր աշխատասիրությամբ հասնի այդքան ունեցվածքի, նա ժողովրդին վնաս չի տալի, նա աշխատատեղեր է ստեղծում, նա մարդկանց կարողանում է կազմակերպի, ստեղծի, կառավարությունը դրա համար է, որ չբաշարող ժողովրդին ուղղություն ցույց տա, որ աշխատեն, ոչ թե բերի մի պարկ ալուր տա ու ասի դրանով գնացեք ապրեք։ Չեմ անում ինչ պետք է անեմ, հեսա վաղը միսով տեսնենք ինչ պետք է անեմ։ Ես այդ ցանցերն են զավթե տեսնենք ինչ են անելու, ցրիցան են անելու, ոնց են կարող։ Ցանցերը զարթեցին, մյուսը երբ երեք ասում է արևի բանի մասին, էլեկտրոէներգիայի մասին։ Նորմալ բան է, երեխան մանգապարտեզի ինչ-որ դաժե դպրոցական չի, ինչ-որ անհասկանալի ինչ-որ խոսակցություն։ Ում հետ է խոսում, ինչ անելու։ Չգիտեմ, չեմ կարող ասեմ, բայց եթե ինքն ընտրվի միգուցե հետ վերցնեն։ Շատ մեծ սխալ են թույլ տվել։ Շատ մեծ սխալ են թույլ տվել։ Մի նպատակ ունի, որպեսզի հեծը հանձնի Ադրբեջանին։ Հասկացա՞ր։ Միասնական էլեկտրական ցանցի մասին եք խոսում։ Հեծը հանձնի Ադրբեջանին, ատոմը հանձնի, ատոմակայանը հանձնի Թուրքիային, հիմա Էլենը արդեն գնացել է Պուտինի մոտ, որպեսզի մեր երկաթգծերը հանձնի Ղազախստանին։ Այն երկրները, որ մեր թշնամիներն են։ Իսկապես մեր թշնամիներն են։ Եվ նրա այս բոլոր քայլերը տանում է մեր թշնամի երկրների ծրագրի հիման վրա։ Իրենց ծրագրով է ինքը ասում է նրա թուրքը երաժշտության տակ է ապարում, այսպես ասած։